Օպերային աշխարհում հայերը գրավում են այնտեղ, ինչ օրինակ Գերմանիան ֆուտբոլի ասպարեզում։ Հայրաքաղաքում գլուխ չեն գովում, պարզապես արձանագրում են վերջին 10 տարիների այն մեծ աշխատանքը, որը կատարվել է մարզերում երիտասարդ օպերային երգիչներ ծրագրի շրջանակներում։ Օպերային աշխարհում Հայաստանը գրավում է, կարելի ասել այնպես, այս պահին այն դերը, ինչ որ օրինակ Գերմանիան ֆուտբոլի ասպարեզում, այսպես կարող ասեմ, աշխարհի լավագույն երգիչների մեջ շատ մեծ տոկոս կազմում են մեր հայ օպերայի երգիչները։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մարզերում երիտասարդ օպերային երգիչներ ծրագրի անդրանիկ միջոցառումը։ Այս տարի մեկնարկը տրվեց Գյումրուց։ Ընթացիկ տարվա ծրագիրը նվիրված է անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Լիտվայի ԽՍՀ վաստակավոր արտիստ Գեգամ Գրիգորյանի 75-ամյա հոբելյանին։ Ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի խոսքով այս տարին հոբելյանական է նաև հենց ծրագրի համար, արդեն 10 տարի շարունակ այն իրականացվում է։ Ծրագիրը առաջի հերթին դա մի կամուրջ է, երևի կարելի ասել կոնսերվատորիայի եւ օպերայի բեմի միջև, որտեղ որ երիտասարդները խղճվում են, ձեռք են բերում անհրաժեշտ եւ տեխնիկան, երգեցողական, մեծ օպերային բեմերի համար, ծանոթանում են միջազգային այս պահին բոլոր տենդենսների երգեցողական եւ ձեռք են բերում շատ մեծ փորձ մասնակցելով արդեն լիսկ մեր օպերայի բեմադրություն։ Իտալական ու ֆրանսիական գործեր են կատարում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մասնակիցները։ 2016 թվականից ծրագրի ստեղծումից ի վեր ծրագրի շահառուների թվում մարզաբնակները մեծամասնություն են կազմում։ Օրինակ Արարատի մարզից Օֆելիա Համբարձումյանը, ով ի սկզբանե ծրագրի մասնակիցներից էր, այսօր օպերային թատրոնի առաջատար մենեջեր է, այժմ նաև դասավանդում է ու օգնում թիմին բացահայտել օպերային երաժշտության մարզային ներուժը։ Մենք համագործակցում ենք բոլոր հիմնարկ կառույցների հետ, այստեղից էլ ունեցել ենք Գյումրիից Ֆերդինանդ Մուրադյանը, որը որ բացահայտել ենք 2019 թվականին, իսկ այժմ նա գտնվում է Իտալիայի լավագույն թատրոններում երգում է գլխավոր դերերքերով, բացահայտել ենք շատ ունենք երիտասարդներ, ովքեր որ շրջաններից են, ես ինքս նաև ես նույնպես շրջանից եմ, Արարատի մարզից եմ եւ ներգրավված եմ այս ծրագրում ու կարելի ասել մեր բոլոր մասնակիցները հիմնականում շրջաններից են։ Հրաչյա Մուրադյանը ծրագրում գյումրեցի ներկայացուցիչներից է։ Վերջինս կարևորում է այս հնարավորությունը, որն ի սկզբանե նաև մեծ աշխարհագրություն ունի։ Այս ծրագիրը իրականում շատ մեծ սպեկտր ունի։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում մենք հաճախակի ենք ստանում հրավերներ կոնկուրսների մասնակցելու եւ այլ լիքը համերգներին մասնակցելու համար։ Ծրագրի կարևորությունը օպերային երաժշտության հանրահռչակման մեջ է։ Ուստի տարվա ընթացքում համերգներ կլինեն նաև Հայաստանի 8 մարզերում։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Ես գեղանկարչուհի Աննա Մանգասարյանն եմ, ծնվել, ապրում եւ ստեղծագործում եմ քաղաք Կապանում։ Սովորել եմ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում։ Ինձ համար արվեստը նաեւ եղել է ուսուցանելու, սերմանելու գործիք, ինչպես նաեւ դա մարդկանց մեջ զարգացնում, ձևավորում է զգացմունքայնություն, ինքնաարտահայտման, ինքնաճանաչման ձև։ Արվեստում կարևորում եմ մարդկային զգացմունքները ու շատ հաճախ իմ գործերը հենց ամփոփում են մարդկանց էմոցիաներին վերաբերվող թեմաներ։ Մտածում էի, որ Կապանում պետք է ինչ-որ հասարակական գործունեություն ծավալեմ, որը որ կլինի հետաքրքիր միջավայր երիտասարդների եւ այն բոլոր մարդկանց համար, պարզապես ովքեր սիրում են նկարել։ Ու 2019 թվականին Կապանում հիմնեցի Մանգասարյան արտ ստուդիոն։ Կենտրոնը տարբերվում է իր դասավանդման մեթոդներով, ստեղծագործական միջավայրով եւ կոլորիտով։
Ստուդիան ստեղծագործական տարածք է, որտեղ արվեստը դառնում է շարժում, լռություն եւ զգացում։ Միավորում է կերպարվեստը, կոնցեպտուալ մտածողությունը եւ ազատ արտահայտման կարողությունը։ Ստեղծելով գործեր, որոնք խոսում են մարդու, ներաշխարհի եւ ժամանակի մասին։ Այստեղ արվեստը ոչ միայն տեսանելի է, այլև ապրելի։ Ստուդիայում արդեն մի քանի տարի է գործում է այլընտրանքային ուսուցման մոդելը, այսինքն մեզ մոտ սովորողները բոլորովին ազատ են, թույլատրվում է դասի ընթացքում հանգստանալ, նույնիսկ քնել, սնվել, բայց այդ ամենը չի խանգարում դասապրոցեսի բնականon ընթացքին։ Կիսաքնած վիճակով դասապրոցեսը էֆեկտիվ չէ եւ արդյունավետ չէ, իսկ երբ ստացվում է այնպես, որ տվյալ օրը մոտիվացված չեն, ինչը որ բնորոշ է ստեղծագործողներին, մենք անցնում ենք արվեստի պատմությանը, մենք ունենք հագեցած գրապահոց, պատկերազարդ գրքեր, հանգստանալու ընթացքում սովորողները կարող են գիրք կարդալ, նայել համաշխարհային արվեստի գործեր։ Առավելությունից մեկը այն է կենտրոնի, որ կենտրոնը չունի տարիքային սահմանափակում, այսինքն ցանկացած մարդ, ով սիրում է զբաղվել նկարչությամբ, կարող է հաճախել իր ուզած ժամկետով սովորել այստեղ առանց որևէ սահմանափակման։ Մեր կենտրոնից օգտվում են նաև համայնքի գյուղերից կամ հարևան քաղաքներից, Քաջարանից, նաև Գորիսից։ Մեր գործունեության ընթացքում ունեցել ենք մասնակցություն տարբեր մրցույթների եւ հանրապետական եւ մարզային, ինչպես նաեւ միջազգային մրցույթներ, որի շրջանակներում մեր սովորողները զբաղեցրել են առաջին տեղեր։ Ստուդիայում սովորող աշակերտների աշխատանքները աչքի են ընկնում ինդիվիդուալ պայծառությամբ եւ կոլորիտով։ Դա պայմանավորված է մեր հեղինակային արտադրության ներկերով, որոնք որ ես արտադրում եմ ինքս։ Ներկերի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հեշտ է լվացվում հագուստից եւ պիգմենտը 24 ժամվա ընթացքում հետք չի թողնում, եթե լվացվում է։ Իսկ 24 ժամից հետո այն կարծրանում է եւ դառնում չխամրող պայծառ գույնային մակերես։ Երբ ես ստեղծում էի կենտրոնը, չունեի ոչ մի բիզնես ծրագիր, ոչ մի հաշվարկ, պարզապես սկսեցի գործունեությունս առանց ինչ-որ մի հաշվարկի ու նույնիսկ պատրաստ էի աշխատել մեկ այլ ուղղությամբ ու այդ եկամուտները, այսպես ասած, նվիրաբերել, միայն թե ես աշխատեմ երեխաների հետ։ Անկախ նրանից մարդ ինչ ոլորտի մասնագետ է, եթե աշխատասեր է, աշխատասիրությունից ծնվում են բոլոր հաջողությունները։ Նույնը ասում եմ իմ աշակերտներին, որ աշխատասիրությունից է ծնվում ամեն ինչ, 1% տաղանդ է եւ 99% քրտնաջան աշխատանք։ Քսանմեկերորդ դարը թևակոխեց աշխարհ մեր բնակիչների համար դրական արդյունքներով։ Առաջներում կատարած աշխատանքները, հոգսերը այնքան շատ էին, որ մանավանդ կանայք ընդհանրապես ազատ ժամանակ չունեին։ Իսկ այժմ անգամ ամենահեռավոր գյուղերում կյանքը հեշտացել է։ Առաջինը, որը կարելի է նշել, դա բնական գազի առկայությունն է։ Հիմա առաջվա համեմատ կյանքը հեշտացել է, նամանավանդ կինարմատների համար, որովհետև առաջ չկար լվացքի մեքենաներ, առաջ չկար գազ, բաղնիկ, բաքսիները, ամեն ինչ կյանքը հեշտացել է։ Եթե վճարումներ լիներ կիսով չափ դա ավելի լավ կլներ։ Յուղերում առաջ անում էին կուն պրես էին անում։ Մեծ շուկով մարդ էին հավաքում, որպեսզի պրես անեն, չորացնեն, ներս լցնեն, հետո ներս տանեն, հետո նորից փոշին դուրս տանեն եւ շատ դժվար էր։ Իսկ հիմա վառարան չկա, փոշի չկա, տունը մաքուր, փոշի չի լինում ընդհանրապես եւ հեշտացել է կյանքը։ Եթե լինի աշխատանք, եթե աշխատանք եղավ, ամեն ինչ լավ է։ Իհարկե, եթե բոլորն էլ ջուր ունենան, ինչպես որ մենք, մեր հարևան գյուղերը, որոնք որ մեր դիլիֆի ջրից օգտվում են, բոլորին էլ լավ է։ Ես կցանկանայի, որ մեր շրջկենտրոնն էլ, մեր քաղաքն էլ լավ ջուր ունենար, լավ մղումով, որովհետեւ բոլորի հեշտանար բոլորի ընտանիքի հոգսերը, կինարմատների լվացքը, չորացնելը, ամեն ինչը։ Այս տարի գարունը ոնց որ շատ դժվար է գալիս։ Կամաց, շատ կամաց եւ ուրիշ տարի այս ժամանակ մենք արդեն վակցին չէինք վառում, ցորեկները անջատում էին, գիշերները անջատում էին, բայց այս տարի ոնց միացրած է աշնանից հետ մինչև այսօր 50-ի վրա դրած գնում է։
նու դժգոհ չենք, լավ է, բայց դե գարունը ուշ է գալիս։ Ցանկատարածությունները ուշ են չորանալու։ Սերմնացուներ պետք է հայտայտվեն, թանկացել են, բայց դե լավ է, կյանքը ընթանում է։ Ձմեռը կարծես սկսել է երկարել։ Ճիշտ է, ծախսերը շատ են, բայց այն աթարը, որը քիչ առաջ նշեց բնակիչը, այլևս չկա։ Փոշին, ծուխը ու նրա հետքերը, ջուր կրելը լվացքի համար կամ թոնրում հաց թխելը, հիմա ամեն ինչ հեշտ է։ Երարը շատ սաստիկ է, վարելիքի ծախը ավելի շատ կազ է վարելիքի ծախսին, քանի որ այսօր դրսվար լվրի տները գազավիկացված է, պարավոյ է ջերուցումը։ Ջավախքում կյանքը եռում է բնականոն հունով։ Գարնանային օրերը չնայած դեռ չեն նշմարվում, բայց մարդկանց եռուզեռը ակտիվացել է, քանի որ գարնան նոր շունչը նրանց տալիս է նոր ուժ ու եռանդ։ Ունենալ ավելի մարդակենտրոն հարկային համակարգ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսպես բնորոշեց կառավարությանը ներկայացվող նախագծի նպատակը։ Դրանով փոփոխվելու է կիրառվող գործիքակազմը հարկային հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները քննելու ընթացքում։ Հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հարկ վճարողին ծանոթացելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարվածի մասին։ Հիմնավոր բացատրությունների բացակայության դեպքում հարկային մարմինը հնարավորություն կունենա իր մեկ այլ գործիքով, որը կոչվում է թեմատիկ ուսումնասիրություն, արձանագրելու իրավախախտում եւ կազմելու համապատասխան վարչական ակտը։ Այնուհետև այդ վարչական ակտը ներկայացնելով հարկ վճարողին պետական եկամուտների կոմիտեն պետք է սպասի այդ ակտի վարչական բողոքարկման ընթացակարգը սպառելուն։ Այս որոշումով հանվում է նաև տարվա ընթացքում միայն մեկ անգամ ուսումնասիրություն կատարելու սահմանափակումը։ Պետական եկամուտների կոմիտեում արդեն իսկ ստեղծվել է խումբ, որը քննում է հաղորդումները։ Արդյունքում ինչ է տեղի ունենալու մոտ առնվազն 600 գործի ապա քրեականացում, դա կարա տեղի ունենա երկու ճանապարհով, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից կդառնա միջին ծանրության գործը։ Հարկերը թաքցնելու վերաբերյալ արդեն իսկ դատարանում գտնվող գործի դեպքում տնտեսվարողի գույքը արգելադրվում է, խաթարվում է գործունեությունը։ Այս մասով եւս փոփոխություն կլինի։ Մասնավորապես առաջարկվում է վարույթի ընթացքում հսկող դատախազի հաստատմամբ, քննիչի կամ դատարանի որոշմամբ արգելադրված գույքն արգելանքից հանելու հնարավորություն, եթե գույքի սեփականատերը կամ տիրապետողը ներկայացնում է այդ գույքին համարժեք բանկային երաշխիք։ Բացի դա մեր քննարկումների ընթացքում նաև մենք անդրադարձել ենք արժեթղթեր գրավադրելու հնարավորությունը եւ ուսումնասիրելով օրենսգրքերը հանգել ենք մի եզրակացության, որ արժեթուղթ, պարտատոմս, բաժնետոմս, այսինքն հարկ վճարողը նաև կարող է պարտատոմսեր արժեթղթեր գրավադրել, որը հնարավորություն կտա իր եկամուտը չկորցնի, միաժամանակ այդ քրեական պրոցեսները կազմակերպել։ Վարչապետը նախագիծը սպասված համարեց, շեշտեց փոփոխությունների կարիք կար նաև հանրային պահանջ։ Այս թեմայով բազմաթիվ բողոքներ ու նամակներ են եղել։ Երբ որ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ տպավորությունների պատճառն ինչ է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, ՊԵԿ-ը շատ դեպքերում ինքը ինքնաշխատ եղանակով, այսինքն օրենքով եկավ շեմահատեց, ինքը իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև քննչական կոմիտեի նախագահ, եւ մենք ընդհանուր առմամբ եկանք այս կոնսենսուսի կամ ըմբռնման, չնայած ոնց որ թե կոնսենսուս, այսինքն դենց չէր, որ բանավեճով ավարտվեցինք։ Այս ամեն ինչ որ գրած է, գործնականում բոլոր 3 կետերը, 3 ուղղությունները պայմանավորվեցին եւ հիմա իրականացնում ենք եւ այսպիսով հարկային տերորը հայտարարում են փակված։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց 30 միլիոն դրամը խոշոր հարկային հանցագործություն համարելու կետի վրա։ Բացատրեց միլիարդավոր հարկեր վճարող ընկերությունների համար դա փոքր գումար է, բայց նման գործով քրեական վարույթը ռիսկային է։ Քրեական գործառույթը դեռ չի նշանակում, որ հանցակազմ կա, բայց դա արդեն նշանակում է, որ իր բաժնետոմսերը արժե զրկվեցին, որից եւ բաժնետիրոջն ենք վնաս պատճառում եւ ինքներս մեզ, որովհետեւ այդ արժեզրկումը բնականաբար ֆիսկալ նեգատիվ ազդեցություն ունի։ Հիմա կարծում եմ ակնհայտ է, որ այն ընկերությունը մեր հարկատուն, որը անցած տարի մեզ տվել է
5 միլիարդ հարկ պետությանը, ես կարծում եմ իր դեպքում 30 միլիոն կամ 45 միլիոնանոց ենթադրյալ խախտումը չպետք է հանգեցնի մենեջերի քրեական հետապնդում սկսելու հետևանքի, որովհետև առնվազն այդ մարդկանց ռեպուտացիոն ռիսկերը դառնում են անկառավարելի եւ ես կարող եմ վստահաբար ասել, որ մենք տես դեպքեր ունեցել ենք։ Փոխվարչապետն ընդգծեց օրինապահ հարկ վճարողին առանձնահատուկ վերաբերվելու կարևորությունը։ Նախագծում փոփոխություններ չարվեցին, այն հաստատվեց կիրառման պրակտիկայում լավարկվելու պայմանով։ Ֆինանսների նախարարը հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ ներկայացրեց։ Ոսկյա զարդեր վաճառելիս նախկինում գանձվում էր ավելացված արժեքի հարկ բոլոր գործարքներից։ Փոփոխությունից հետո կհարկվի զարդի վաճառքի գնի եւ օգտագործված ոսկու դրական տարբերությունը միայն։ Եթե արտադրողը ոսկյա զարդը վաճառում է 100 միավորով եւ եթե այդ զարդի պատրաստման համար ունի ոսկու փաստաթղթավորված ծախս 60 միավորի չափով եւ ադամանդի փաստաթղթավորված ծախս 25 միավորի չափով, ապա ավելացած արժեքի հարկը պետք է վճարի ոչ թե 100 միավորի հաշվարկով, այլ 15 միավորի հաշվարկով, այսինքն 100-ից հանած 60 հանած 25։ Երկրորդը առևտրական արք ու վաճառքի գործունեությամբ զբաղվող անձանց համար առաջարկում է սահմանել, որ ԱԱՀ-ով հարկում է ոսկյա իրի օտարման գնի եւ դրա ձեռքբերման գնի դրական տարբերությունը։ Օրինակ, եթե ոսկյա զարդի վերավաճառող զբաղվողը արտադրողից 100 միավորով ձեռքբերված ոսկյա զարդը վաճառում է 120 միավորով, ապա ԱԱՀ-ն պետք է վճարի ոչ թե 120 միավորի հաշվով, այլ 20 միավորի հաշվով։ Չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց նաև 16 միլիոնով բնակարանաշինության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին որոշում։ Վանաձորի կերպարվեստի թանգարանում կայացավ նկարչուհի դիզայներ Նաիրա Թումանյանի եւ ամուսնու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ աշխարհահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի հանդիպումը վանաձորյան արվեստասերների հետ։ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությամբ նկարչուհու «Իմ գարնան լույսը» խորագրով կտավների ժողովածուի ցուցահանդեսն արդեն մի քանի օր է թանգարանի ցուցասրահում է։ Նկարչուհու խոսքով եւ նկարները եւ իրենք շատ լավ ընդունելության են արժանացել Վանաձորում։ Շատ հիացած եմ, ես չէի սպասում այսպիսի ընդունելության։ Դա մեր կյանքի գարնան լույսն է, որ բոլորը սպասում ենք, երբ պետք է գարունը բացվի, այդ լույսը գա։ Եվ ես իմ նկարների գույնային այդ համադրությամբ, այդ գունեղությամբ ինձ թվում է կարողացել եմ այդ լույսը ցուցադրել այսօր Վանաձորի բոլոր հանդիսատեսին։ Իմ նկատառումով այս ցուցահանդեսը բավականին առընկնող, գրավիչ ցուցահանդես է, հատկապես այն առումով, որ ազնվորեն է ներկայանում նկարչուհին իր զգացումներով ու գունային համակարգով։ Շատ հետաքրքիր, թեպետ ձևերի մեջ վերացարկված, բայց հետաքրքիր ցուցահանդես էր։ Նկարչուհին ստեղծագործում է աբստրակտ ոճում, ոգեշնչվում է առօրյա կյանքի նույնիսկ փոքրիկ իրադարձություններից, որոնք իր ներաշխարհում ապրվում են եւ վերածվում արվեստի գործերի։ Նաիրա Թումանյանի խոսքով իր ստեղծագործական կյանքի քարշակողն ամուսնու արվեստն է եղել, նրա միջոցով ինքը շրջել է աշխարհով մեկ, ավելի խորքային սկսել ճանաչել արվեստի ճյուղերը։ Բարսեղ Թումանյանն էլ հավելում է, միմյանց տվել են խոսքի եւ ստեղծագործելու ազատություն, որոշել ամեն հարցում գնահատել, ոչ թե քննադատել, միմյանց աջակցել եւ լրացնել իրար։ Սիրո պատմությունից մինչև գեղեցիկի ընկալում, արարչից, արարելուց, աստվածային սիրուց ու արվեստի արժեքավորությունից, հարց ու պատասխաններով ամփոփվեցին հանդիպման հագեցած զրույցները։ Սերը արարման ցանկությունն է, սիրո օբյեկտին զուլվելու ցանկությունը եւ ամեն մարդ, ով սիրո մեջ է, ընկալում է արվեստը անցկացնելով իր ներաշխարհի պրիզմայով։ Այև որ դու տեսնում ես եւ կիսվում են եւ ինչի մասին են խոսում, հիացմունք է սորում ապրում, որտեղ տեսնում ես, որ նրանք շատ զգացել են ամեն ինչ, այն ինչ որ ասվել է, որտեղ գիտեք ժամանակակից արվեստը ամեն մեկը չի, որ ունի հանդուգն այդ բնավորությունը, որ կարողանա ջարդել ակադեմիական այդ պրոտոտիպերը նկարչության մեջ կլինի, երաժշտության մեջ կլինի եւ այլն։ Ինչ վերաբերում է Վանաձորին, ես այստեղ հիանալի ընկերներ ունեմ եւ ընդհանրապես Վանաձորի իմ համար ամենաթանկ կտորներից մեկն է հայ իրականության մեջ, որտեղ շատ մշակութային խոշոր գործիչներ են նվիրել
եւ դա մեր ազգային ամենամեծ ձեռքբերումներից մեկն է ունենալ Վանաձորը։ Շատ լավ ընդունելություն էր, հիանալի ցուցահանդես է ստացվել եւ մեր ուրեմն առնչությունը, խոսքերը, մտածելակերպը, անալիզները, բաները շատ ինձ դուր եկավ եւ այնպես որ ես հիացած եմ։ Որտեվ ժանրը ժամանակակից արվեստ է, նկարները կոչվում են արդեկո եւ ես ուղղակի հիացած էի այդ մակարդակին, որ ամբողջ երիտասարդությունը կարողացավ ընկալել, գրել, նույնիսկ ես նկարներ ունեի, որոնք վերցնում են եւ ստորագրությունով հավանում են աժոտաժ էր, ինձ դա ուղղակի շատ հիացրեց։ Հանդիպման ավարտին Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն Հայկո Հիավաքյանը Նաիրա Թումանյանին նվիրեց թանգարանի 40-ամյակի եւ 50-ամյակի պատկերագրքերը հաջորդ ցուցահանդեսների հյուրընկալության ակնկալիքով։ Իմ գարնան լույսը Վանաձորի պատկերասրահում կլինի մինչև մարտի 19-ը։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան։ Բոլոր ծաղիկները նրա համար են, գովեստի բոլոր խոսքերը նրան են ուղղված, ազգությամբ եզդի է, հերոսական զուսպ անցյալով եւ իր ցավի մեջ լուր տքած ներկայով։ Կարծրատիպեր կոտրած Անահիտ Շարոևին այսօր շատերն են ճանաչում։ Նա չի լռում եւ ոտնահարվում են եզդիական համայնքի իրավունքները։ Նա պայքարում է եզդի աղջիկների վաղ ամուսնության դեմ։ Աշխարհով մեկ էր եղել, երբ եզդիաբնակ վերիկում կրթությունը դարձավ միջնակարգ։ Որ մեր աղջիկները իրոք ստանան միջնակարգ կրթություն, այժմ հիմա 12-ամյա կրթություն։ Էջմիածնի կենտրոնական գրադարանը փոքր է հյուրընկալելու բոլոր նրանց, ովքեր ցանկացել էին ներկա գտնվել եզդի բանաստեղծուհու հետ հանդիպմանը, որը միասին կազմակերպության կենտրոնական գրադարանի եւ Ֆերիկի դպրոցի համատեղ նախաձեռնությունն է միամսյակի առիթով։ Թե ինչպես է ապրում, ստեղծագործում եւ ինչի մասին է երազում եզդի կինը, ամփոփված է նրա բանաստեղծություններում, որի կարոտի ցավը ժողովածուն արդեն ընթերցողի սեղանին է։ Կինանահիտ այնքան կյանքով լեցուն կին է, այնքան մեծ էմոցիաներ է իր առօրյա կյանքի մեջ ներդնում, որ իրենից թերևս շատ բան ունենք սովորելու։ Բոլոր խնդիրների միջև հաղթահարելուց հետո անգամ 1 գրամ չարություն այս կնոջ մեջ չկա, 1 գրամ հոգնածություն կամ տրտնջած կյանքի դժվարություններից չկա։ Ինքը պայծառ է, ինքը լուսավոր է եւ ինքը ստեղծագործում է։ Ստեղծագործությունների առանցքում իր կարոտն է հայրենի եզերքի, նախնիների ցավի եւ զավակի կորստի մասին։ Հիշողության սրճարան սոցիալական ծրագրի շահառուները, որ նույնպես ներկա են հանդիպմանը, հաճելի անակնկալ են մատուցում ընթերցելով պատառիկներ Շարոյովի բանաստեղծություններից։ Որպեսզի հայ գրականությունը հասու լինի նաեւ եզդի երեխաներին, բանաստեղծուհին հայրենից թարգմանել է շունն ու կատուն եւ նվիրել իր համայնքին։ Ավակ սերունդը ցանկացած տարիքում պետք է վարի ակտիվ կենսակերպ, ստեղծագործի, երազի եւ հենց Տիկին Անահիտի օրինակով մենք, այսպես ասած, մեր ավակ սերնդի շահառուներին գոտեպնդեցինք։ Համայնքն ընդվզեց, երբ Անահիտ Շարոևը նաև բեմ բարձրացավ եւ Արսեն Փոլադովի անվան եզդիական թատրոնում մարմնավորեց զինվորի մոր կերպարը կռիվուսեր ներկայացման մեջ։ Նրա մուտքը թատերական աշխարհ դուր չեկավ հայրենակիցներին, բայց Շարոևը չնահանջեց, չտրվեց դժգոհ ազգակիցների կամքին։ Ես պայքարող կերպարել եմ, ուզում եմ անպայման ինչ որ կետի հասնել իմ երազանքների, իմ ազգի համար, քանի որ գիտության կրթության ժամանակաշրջան է, գիտությունն է փրկում աշխարհը, գիտելիքը տարբերություն չկա Հայաստանում բնակվողը ինչ ազգ է, չէ որ մենք արարում ենք Հայաստանի բարգավաճման համար, թող մեր ազգից էլ լինին գիտնականներ։ Դժվար կյանքը նրան չի կոտրել, ինչ էլ պատահել է վերհառնելու ուժ է գտել։ Թորները եւս նրա ուժի գաղտնիքն են։ Նրանց համար Տիկին Շարոևը առաջին հերթին մայր է։ Մայր է ներկայանում նաեւ դպրոցում։ Երբ որ երեխաների ներկայացրել է դպրոց, առաջին դասվարին ասել է ես երեխաների մայրն եմ, նոր տատիկը։ Այ դա է ուժ տվել, որ նա կարողացել է մինչև հիմա մաքրում եւ կարող պայքարել է իր գոյությունը պահպանելու համար։ Անցած դարի 50-ականներին, երբ Շիրակի մարզի Աղին գյուղի դպրոցում գրել կարդալ սովորեց, եզդիական դպրոցներ դեռ չկային։ Ափսոսում է, որ այդ տարիներին եզդիերեն տառերը սովորեցնողներ չգտնվեցին։ Հիմա հայերեն է գրում, բայց ժամանակ է գտնում գրել սովորել նաև իր մայրենի լեզվով։ Հայկուշ Աստանյան, Հայկ Պետրոսյան,